Իսկ ծննդյան օրերը սիրում էր Պաշը։ Այո, սիրում էր նրա համար, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էլ էր։ Որդին Պաշն էր հպարտանում, որ ծնվել է հենց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Արդեն 6 տարի է իր ծնունդին ներկա չէ Պավել Մանուկյանը։ Տորթի մոմերն էլ փճում է փոքրիկ Էմին, որ ծնվեց եղբոր զոհվելուց հետո։ Մարտի 5-ին Հարազատ բակում նշվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պավել Մանուկյանի ծննդյան 25-ամյակը։ Հիշողությունները կրկին միավորել էին նրա հարազատներին, դասընկերներին ու ընկերներին, զինակիցներին։ Մեզ համար անթույլատրելի է մոռանալ կամ չհիշել այն, որ Պավելը մեզ համար տվել է իր ամենաթանկը, իր կյանքը եւ իսկապես խոնարհումս եւ Պավելի ծնողներին եւ հարազատներին, առավել եւս Պավելին, որ կարողացել է իր կյանքով մեզ կյանք նվիրել։ Ծնունդը կյանքի սկիզբն է, բայց կան մարդիկ, որոնց կյանքը դառնում է ավելին, քան պարզապես տարիների հերոսապատում։ Երազանքների, խիզախության ու հայրենիքի հանդեպ անսահման սիրո մասին այսուհետ կպատմի նաև Պաշի հիշատակին նվիրված երգը։ Մեր Պաշարանց վախի մարդանցում են դիմացը թուրք ոսոխի կյանքի գնով մեծ կյանք տվեցի Կոնկրետ հենց Պաշի մասին է, այսինքն ունենք ինֆորմացիա իր անցած ճանապարհի, թե պատերազմի դաշտում, թե առօրյայում, այդ ամեն ինչը համախմբվեց միտեղ, Արթուր Երիցյան Երևանից տեքստը գրեց երգի բառերը, կոնկրետ երգը Պաշի մասին է, այրուձի պես կռվելու մասին է։ Բակում այս հուշարձանն ու արդեն տան այս անկյունն են Պավելի ընտանիքի թանկ անկյունները։ Մայրն ասում է ինչ էլ անեն քիչ է, բայց ամեն քայլը փոքր սփոփանք է ծնողների համար։ Էս, չգիտեմ, հանգստություն է էլի, ավելի շատ հուշարձան ենք գնում նստում, ջուրը խմում ենք, ոնց որ հանգստանանք էլի, որ մի բան կոնե երեխիս համար արել ենք։ Պավելը կռվել է Ջաբրայիլում, վիրավորվել սեպտեմբերի 27-ին, 5 օր պայքարել է ապրելու համար, երազանքների փոխարեն արդյունքում ապրեցրեց հայրենիքն ու իրեն հատուկ կերպով տղան ընդգծեց, հայրենիքին նվիրվելը առաջնայինն է։ 5 օր կոմայի մեջ մնաց, Ստեփանագերտ էին տարել, վիրավորվել էր, այնտեղ էին այդ վիրահատությունը արել, հետո վերտալյոտով բերել էին Էրեբունի բժշկական կենտրոն, այնտեղ ամսի 2-ին նոր անմահացավ։ Պաշի զոհվելուց հետո Մանուկյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել փոքրիկ Էմին։ Տիկին Հասմիկի խոսքով նա տան լույսն է, շատ նմանություններ ունի եղբոր հետ։ Ուշք ու միտքը իր աղբերը, Պաշս, իմ ապերս, ես զինվոր պիտի դառնամ։ Ապակա ֆուտբոլիստ էր Պաշը, մարզիչն արցունքն աչքերին է խոսում իր լավագույն սաներից մեկի մասին։ Նվիրված Վերին Աշճանի կարգապահ, պունկտուալ, նրան որպես մարզիկ եւ աշակերտ դասակարգում եմ ես ամենաբարձր ձևով։ Ծնողների թիկունքն ու հույսն էր Պավելը եւ տան դաստիարակությանը համապատասխան վճռեց, եթե սահմանն է հսկում, հետադարձի ճանապարհ չկա, սահմանը պահելը կարեւոր էր։ Երբ վտանգը մոտեցավ հայրենիքին, նա չհարցրեց ինչ կլինի ինձ հետ, նա հարցրեց ինչ կարող եմ անել ես, եւ այդ հարցն է, որ մարդուն դարձնում է հերոս։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։